Սահմանի բացում, առևտրի զարգացում և նոր գործարար կապերի ձևավորում։ Այս օրակարգով են հայ և թուրք գործարարները 7 տարվա ընդմիջումից հետո կրկին հանդիպել։ Հանդիպման առանցքում եղել է Մարգարայի սահմանային անցակետի բացման հեռանկարը։ Հայաստանի արդյունաբերողների և ձեռնարկատերերի միության փոխնախագահ Արթուր Ղազարյանը, ով գլխավորել է հայ գործարարների այցը Թուրքիա, ասում է, որ տարիներ շարունակ իրականացվող աշխատանքները, չնայած քննադատություններին, երբեք չեն դադարել։ Այս հանդիպումն էլ ծանոթություն էր, իսկ բիզնես կապերի մասին նրա խոսքով դեռ հստակ պայմանավորվածություններ չկան։ Չկա դեռ քաղաքական համաձայնություն։ Պայմանավորվել ենք, որ հայկական կողմը կաշխատի Հայաստանի կառավարության հետ, իսկ թուրքական կողմը իրենց կառավարության հետ, որպեսզի բացառության կարգով թեկուզ դա լինի, բացվի սահմանը Մարգարայով թուրքական պատվիրակությունը կարողանա մուտք գործել Հայաստան եւ ինչպես նաեւ մեկնի Հայաստանից։ Արդեն սեպտեմբերին Երևանում նախատեսվում է հայ-թուրքական գործարար խոշոր համաժողով, որին հրավիրված են գործարարներ Կարսից, Իգդիրից եւ Վանից։ Ղազարյանի խոսքով ցանկություն կա, որպեսզի խորհրդանշական առաջին մուտքը հնարավոր բացվող Մարգարայի անցակետով կատարեն։ Ի սկզբանե նախատեսել էին 50-ից 55 թուրք պատվիրակներ հրավիրել, որոնք կներկայացնեն գործարար աշխարհը, սակայն այժմ այդ թիվը հասել է 100 եւ ավելիի։ Ղազարյանը վստահ է, սա խոսում է թուրք գործարարների պատրաստակամության մասին։ Տեսանք եւ ստացանք ավելին, քան ընկալում ենք։ Իհարկե տրամադրվածությունը բավականին բարձր էր, շատ մարդիկ են եկել մեզ հետ հանդիպելու եւ իրոք եթե խոսենք իրական պատրաստակամության մասին հարաբերությունների զարգացման հարցում դա նկատվում էր։ Արթուր Ղազարյանը վաղ է համարում խոսել ներդրումների մասին, բայց ակնկալում է, որ կլինեն պայմանագրեր եւ բիզնես համագործակցություն։ Գործարար համագործակցությունը դա ոչ միայն կարող է լինի առևտրի տեսքով, նաեւ լավագույնը կլինի, եթե նրանք համատեղ ձեռնարկություններ ստեղծեն եւ կառուցեն մի նավ միասին եւ նավարկեն այդ նավով։ Մինչ տնտեսական շրջանակները խոսում են նոր հնարավորությունների մասին, փորձագետները հիշեցնում են, որ գործընթացը միայն տնտեսական չէ։ Այն ունի նաև անվտանգային, տարածաշրջանային եւ իհարկե քաղաքական կարևոր բաղադրիչներ, քանի որ տարածաշրջանում ուժեղանում է Թուրքիայի ազդեցությունը։ Սակայն ես չեմ կարծում, որ դա որևէ կերպ մեր ինքնիշխանության վրա ազդի, քանի որ Հայաստանում օրինակ ներկայումս այլ երկրներ տնտեսական լուրջ ներկայություն ունեն։ Եվ թուրքական ներկայության պարագայում ըստ իս, այո, թուրքական ազդեցությունը կավելանա, սակայն տնտեսական առումով դա ժողովրդի համար վնասակար չի լինի։ Միաժամանակ թուրքագետը վստահ է, երկուստեք դրական հետևանքների կարող ենք սպասել, երկու երկրների շուկաները միմյանց համար նոր են եւ հետաքրքրություն են առաջացնում։ Հայաստանը Թուրքիայի համար ամենակարճ ուղին է, որը կապում է Միջին Ասիայի հետ, Ադրբեջանի հետ ամենակարճ ուղին է կապվելու համար եւ թուրքերը նշում են, որ Հայաստանով դեռևս պետք է էլի շատ ճանապարհներ ու երկաթուղիներ կառուցվեն։ Իհարկե երկում շահավետ է սա, քանի որ նման ճանապարհները, երկաթուղիները եւ հեռահաղորդակցության միջոցները միայն կարող են լցնել Հայաստանի բյուջեն։ Միջին Ասիայից նույնիսկ կարող են նավթախողովակաշարեր անցնել Հայաստանի տարածքով։ Հեռանկարները շատ են, պետք է սպասել եւ հուսալ դրական արդյունքների, ասում է Խուդավերդյանը։ Վանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Նեջդեթ Թաքվանն էլ հայտարարել է, հավատում է, որ արդյունաբերողները եւ գործարարները կլինեն աշխարհի ապագայի ամենակարևոր դերակատարները խաղաղության, բարօրության եւ համերաշխության համար։ Մարինե Դվոյան, Լևոն Խաչատրյան, Հորիզոն։